Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, ոստիկանություն թե զանգարել էիք։ Հա, ես ուզում եմ ձեզ ահազանգ տամ, որ հետո հաղորդում է վերցվել ինձնից, ուրեմն ես ոստիկանությունում հաղորդում էի տվել, որ ինչ-որ մի քաղաքացի խարդախության եւ կեղծ փաստաթղթերի միջոցով ցանկանում է ինձնից առանձնապես խոշոր չափերով գումար բռնագանձել իմ հաղորդման կապակցությամբ Լոռու մարզի քննիչ Դավիթ Խաչատրյանը ապօրինի քրեական վարույթ չէր նախաձեռնել դատախազ Մացակ Փանոսյանի հետ միասին Լոռու մարզի դատախազության դատախազ։ Հետո ես բողոքարկեցի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ դատավոր Տարոն Թաթևոսյանը 2025 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ մի քանի օր առաջ դատավոր Տարոն Թաթևոսյանը նոյեմբերի 14-ին կայացված որոշմամբ ամբողջությամբ բավարարեց իմ բողոքը եւ պարտավորեցրեց քննիչին եւ Լոռու մարզի դատախազությանը, որ իմ հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնվի։ Հիմա ահազանգը ես տալիս եմ քննիչ Դավիթ Խաչատրյանի, Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Դավիթ Խաչատրյանի եւ Լոռու մարզի դատախազության դատախազ Մացակ Փանոսյանի կողմից հանցագործության դեպք թաքցնելու եւ իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ խնդրում եմ ոստիկան ուղարկեք իմ բնակության վայր, որպեսզի իմ բնականում ինձնից հաղորդում վերցնեն։ Այսինքն ավելի կմանրամասնեք, ինչ է թաքցնելու։ Այսինքն այն, որ հաղորդում եմ տվել, իրենք քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Հետո ես բողոքարկել եմ դատարան, դատարանը գտել է, որ իմ հաղորդումը պարունակում է հանցագործության հատկանիշներ եւ պետք է նախաձեռնվեր քրեական վարույթ, որը որ քննիչի եւ դատախազի կողմից չի կատարվել։ Այսինքն խարդախությունը եւ առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ փորձ կատարելը եւ փաստաթուղթ կեղծելու այդ հանցագործությունները Լոռու մարզի դատախազությունն ու Լոռու մարզի քննչական վարչության քննիչ Դավիթ Խաչատրյանը թաքցրել են, որը հաստատվել է դատական ակտով, դատանի որոշմամբ։ Էրի Գեղինյան Իգորի։ Երբ եք ներկայացրել, նշեցիք մի քանի օր առաջ։ Մոտավոր քանի օր առաջ։ Սենց չեմ հիշում անկեղծ ասած, կլինի մի 15-20 օր երևի, մոտավորապես։ Հասցեն կնշեք։ Խնդրում եմ ոստիկանության Ստեփանավարանի բաժնի աշխատակիցներին ասեք, որ գան իմ տանը ինձնից հաղորդում վերցնեն։ Հասկացա, հիմա կփոխեմ։ Եղավ, շնորհակալություն։